Մյասնիկյանը կարդացել էր ու մի լավ քննադատել մեր ամսագիրը, իր անընդունելի գաղափարների համար եւ խորհուրդ տվել ոչնչացնել բոլոր օրինակները։ Չարենցը տխուր վերադարձավ ու հայտնեց մեր անելիքների մասին։ Հենց նույն երեկոյան հուլիսի 1-ին կրակի տվենք այնքան սիրով գլուխ բերած մեր ստանդարտը։ Միքայել Մազմանյանը Կարո Հալաբյանի և Եղիշե Չարենցի հետ 1924 թվականին Մոսկվայում հրատարակեց «Ստանդարտ» անունով ամսագիրը։ Առաջին համարը եղավ նաև վերջինը։ Բանաստեղծի և ճարտարապետների նորաստեղծ գաղափարի ողջ խմբաքանակը սեփական ձեռքերով այրելը, սակայն, ամենամեծ փորձությունը չէր, որ սպասվում էր 20-րդ դարի հայկական ճարտարապետության նորարարական դպրոցի հիմնադիրներից մեկին՝ ճարտարապետ Միքայել Մազմանյանին։ 20-ականների ստեղծագործ առաջադիմական հաջողությունների շրջանին հաջորդեցին 30-ականների բռնաճնշումն ու աքսորը։ Բևեռային Նորիլսկ քաղաքում 15 տարի աքսորից հետո նա վերադարձավ Երևան, ստեղծագործական բեղուն աշխատանքի։ Կարևորագույն ու երևի թե ամենաթերագնահատված հայ ճարտարապետներից է Մազմանյանը։ Ինքը կարողացել է չչարանալ, այդ ամեն ինչի մեջով անցնել։ 20-րդ դարի գուցե այսպես լայն կոնտեքստում, ամբողջ ժամանակակից ճարտարապետության կոնտեքստում ամենապայծառ դեմքերից մեկն է։ Միքայել Մազմանյանի կյանքի գործը ճարտարապետությունն էր։ Նա իր տեսական և պրակտիկ աշխատանքներով կապել է հայկական ճարտարապետության անցյալը և ապագան։ Նրա գաղափարները հիմնված տեղանքի, բնության, ազգային ճարտարապետական ավանդույթների վրա տարբերվում էին Խորհրդային Միության տիպային մոտեցումներից։ Այն հանգեցրեց ոչ միայն մասնագիտական սահմանափակումների, այլև քաղաքական ճնշման, ձերբակալության, աքսորի։ Ճարտարապետ Միքայել Մազմանյանը ծնվել է 1899 թվականին Թիֆլիսի Հավլաբար հայկական թաղամասում, Եղիսաբեթ և Դավիթ Մազմանյանների ընտանիքում։ Նախ իր ծնունդն էլ է հետաքրքիր, ինչպես միշտ առասպելներ կան բոլորի շուրջ։ Մամայիս պատմածով գիտեմ, որ տատը պատմել է Եղիսաբեթը Դարուն, որ ամուսնացել են, քանի տարի երեխա չեն ունեցել։ Մի հատ սուրբ է տեսնում երազում, ասում է տղակ ունենաս, 5 տարի մազերը չես կտրի, կյանքում խոզի միշ չես ուտի, հետո մազերը կտանես մծխեթա ուխտի, ընդեղ մազերը կկտրես, անունն էլ Միքայել կդնես։ 1911-ից 18 թվականներին սովորել է Ներսիսյան դպրոցում, որտեղ կրթություն են ստանում հայ ապագա մտավորականները։ Մենակ մայրը մեծացրել է ու տվել է Ներսիսյան դպրոց, որտեղ դա անվճար էր, աղքատների համար էր Ներսիսյան դպրոցը։ Ու Ներսիսյան դպրոցն է իրան այդպես ձևավոր է շատ, որտեղ ասենք Գարեգին Լևոնյանը իր նկարչությունն է դասավանդել, Մանուկ Աբեղյանը իր պատմության ուսուցիչն է եղել, Սպիրիդոն Մելիքյանը Կոմիտասի աշակերտ, իր խմբավարն է եղել, ծաղկաբույլ ամբողջ։ Դժվար է ասել, կընտրեր ճարտարապետության ճանապարհը Միքայել Մազմանյանը, եթե չլիներ 1916 թվականի 17-ամյա Ներսիսյան դպրոցի սանի այցը անի եւ հանդիպումը հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորոմանյանի հետ։ Միջնադարյան հայկական մայրաքաղաքի վանքերի, խոյակներով եւ որմնանկարներով հիացած պատանին դառնալու էր հայկական նորարարական ճարտարապետական դպրոցի հիմնադիրներից մեկը եւ Թորոս Թորոմանյանի ժառանգության տարածողը։ Հայկական հուշարձաններին Մազմանյանն առաջին անգամ ծանոթացել էր դեռևս 1914-ին, երբ ընկերների հետ այցելել էր Սանահին եւ Հաղպատ վանական համալիրներ, 3 օր անցկացրել Անիում։ Ճաշակեցի հայ ճարտարապետության կերտվածքների, կոթողների առնական քնարականությունը։ 1916 թվականը շրջադարձային եղավ Մազմանյանի համար։ Նա 3 ամիս անցկացրեց Անիում, իր դասընկեր Արտաշես Վրույրի հրավերով, որի հայրը Արամ Վրույրը լուսանկարիչ էր Նիկողայոս Մարի հնագիտական արշավախմբում։ Այստեղ Մազմանյանը արտանկարում էր Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարները, հուշարձանների ներքին եւ արտաքին տեսքը։ Անից վերադառնալիս Մազմանյանը կանգ է առնում Ալեքսանդրապոլում, որպեսզի այցելի Թորամանյանին եւ ցույց տա իր կատարած աշխատանքները։ Նստած էր գիրուկ, թիկնավետ, մազերը կարճ խուզած, թավ հոնքերի մացառների շեշտակի խոժոր հայացքով նայեց մեզ։ Հագին հասարակ խունացած ու մաշված վերնազգեստ էր։ Հայտնեցի գալուց նպատակը, առանց հարց ու փորձի նստեց ձախ կողմը դրված գրասեղանի առջև, բացեց նկարչական տետրես ու համբերությամբ յուրաքանչյուր գծանկարի տակ նշանակեց պատկերված հուշարձանի կամ բեկորի դարաշրջանը։ Տղաս, կտեսնիմ, շատ կհետաքրքրվես հայ ճարտարապետությամբ։ Գովելի գործ է, սակայն պետք է նախապես զգուշացնեմ, անվարտիկ պիտի մնաս։ Նայիր ինձի։
Սանականների Մոսկվան ապրում էր բուռն մշակութային կյանքով։ Հետհեղափոխական ազատությունը դեռևս չէր ճնշվել Երկաթեբրոնսկի տակ։ 1921 թվականին Մազմանյանը Մոսկվայում ընդունվում է ԽՍՀՄ-ի գեղարվեստի առաջատար ուսումնական հաստատություն Խուտեմաս։ 1923-ից 29 թվականներին Ներսիսյան դպրոցի 3 դասընկերներ Մազմանյանը, Հալաբյանը եւ Քոչարը սովորում էին Խուտեմասի ճարտարապետության բաժնում։ Մի քանի տարի անց նրանք դառնալու էին հայ նորարարական ճարտարապետության հիմնադիրները։ Ուսանողական տարիներին Մազմանյանը աշխատում էր նաև որպես նկարիչ եւ թատերական ձևավորող Մոսկվայի հայկական ստուդիայում։ Այդ ներկայացումների ժամանակ է Մազմանյանը ծանոթանում իր ապակա կնոջ, դերասանուհի, հետագայում ժողովրդական արտիստ Վարդուշ Ստեփանյանի հետ։ Նրանք ունենում են 2 դուստր։ Նազելին ծնվում է Մոսկվայում, Ռուզանը Երևան տեղափոխվելուց հետո։ Մայրս ապրում էր իր ավագ եղբոր տանը Մոսկվայում, ուր էլ Վարդուշի հետևից սառը ձմռանը սաղնակով եկել է Միքայելը, դրել մի կապոցով այդ սաղնակի մեջ եւ տարել իր փոքրիկ սենյակը, որը գտնվում էր դրամատիկական ստուդիայի բեմի հետևում։ Խուտեմասում Մազմանյանն ուսանել է Լադովսկու եւ Վեսնինի արվեստանոցներում։ Նրանք համարվում են արդիական ճարտարապետության մեջ ռացիոնալիզմի եւ ֆունկցիոնալիզմի հիմնադիրներից։ Մազմանյանի ուսանողական թատրոն Երևանում նախագիծը 1927 թվականին ներկայացվել է Մոսկվայում կայացած ժամանակակից ճարտարապետության առաջին ցուցահանդեսին, որին մասնակցում էին նաև գերմանական Bauhaus դպրոցի ներկայացուցիչները Վալտեր Գրոպիոսի գլխավորությամբ։ Կուլտուրայի եւ հանգստի պարկ Մոսկվայում նախագծում Մազմանյանը նախագծել է այգու մուտքը եւ տաղավարները։ Այս այգու եւ հետագայում արված բանվորական ավան կապանում նախագծերը տեղ են գտել սովետական ճարտարապետական ավանգարդի 100 գլուխգործոցները գրքում։ Եվ պատահական չի խորթային այդ ավանգարդը, որը հետեղափոխության առաջին տասնամյակում 20-ական թվականներին ստեղծվեց առաջին հերթին Մոսկվայում եւ որի կենտրոնն է հանրայդ Խուտեմասն էր, այդ ամբողջ ժամանակաշրջանի ուսումնասիրող Սելիմ Խան Մագոմեդովը, որը որ նաև շատ մեծ համագունի հայ ճարտարապետության ուսումնասիրության մեջ, նա առանձնակիտ նշանակություն էր տալիս հենց Մազմանյանին, չնայած իրենք երեքով են աշխատել, այդ եռյակն է եղել Մազմանյանը, Քոչարը եւ Հալաբյանը։ 20-ականների Երևանը հիշեցնում էր մի մեծ շին հրապարակ։ 1924 թվականին խորհրդային կառավարությունը հաստատեց Ալեքսանդր Թամանյանի Երևանի զարգացման եւ վերակառուցման գլխավոր հատակագիծը։ Նախագծի համաձայն այն 150,000 բնակչությամբ քաղաք այգի էր, կառուցապատված 3-ից 4 հարկանի շենքերով եւ առանձնացված գոտիներով, վարչական, արդյունաբերական, ուսանողական եւ մշակութային։ Ընդունելով Ալեքսանդր Թամանյանի մեծությունը, երիտասարդ ճարտարապետների նոր խումբը այլ պատկերացումներ ունեին ճարտարապետության ապագայի վերաբերյալ։ 1928 թվականի դեկտեմբերի 30-ին դեռ ուսանող Միքայել Մազմանյանը հավաքում է ճարտարապետական հանրությանը այդ տարիներին ամենամեծ դալիճում՝ Կուլտուրայի տանը, այսօր արդեն Աբովյան 2 հաստեում գտնվող Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Այստեղ երկրորդ թեժ բանավեճեր են լինում հայկական ազգային ճարտարապետության ապագայի շուրջ։ Ես շատ հոգեհարազատ եմ զգում Մազմանյանի մոտեցմանը հենց ազգայինի հետ կապված ճարտարության մեջ, որովհետև ինքը շատ լավ գիտեր հայկական ճարտարությունը միջնադարյան, վստահ եմ, որ շատ ավելի լավ գիտեր, քան որոշ ճարտարապետներ, ովքեր իրենց հետագայում ազգային ճարտարության ճարտակով էին համարում։ Անի պեղումներին է մասնակցել, բազմաթիվ ուսումնասիրություններ արել, այսինքն մենք կարող ենք վստահ լինել, որ ինքը շատ լավ գնահատել է, տեքստեր ունի գրած, համ իմացել է, համ գնահատել է, բայց հաշվի առնելով ժամանակը, սոցիալական փոփոխությունները, ընդհանրապես աշխարհը լրիվ ուրիշ է, ինքը ձևավորել է նոր տեսլական ու համարել է, որ այն ինչ որ ազգայինը կա պետք է ուսումնասիրել, փայփայել, բայց շարժվել առաջ։ Ու իր հակադրությունը Թամանյանի հետ այդտեղ է։ Մենք հիմա նույն խնդիրն ենք բախվում, նույնիսկ համալսարանում, այ վերջերս ուսանողների հետ հանդիպման էինք, ու շատ հետաքրքիր է, որ երիտասարդների մոտ, ասենք 18-20 տարեկան ուսանողների մոտ, չգիտես ինչի, այդ ազգային ճարտարության մասին ինչ որ ոնց ասեմ, ներքին տառապանքներ կան։ Ես կարծում եմ, որ դրանից պետք է ազատվել, ձերբազատվել ու փորձել շարժվել առաջ, ստեղծել նոր բան, որը գուցե 50-60 կամ 100 տարի հետո կընկալվի որպես օրինակ 21-րդ դարի սկզբի հայկական ճարտարություն, բայց չանել այն մտքով, որ հիմա պետք է ստեղծել ազգայինը։
այդ ենթադրում եմ տեքստերից ելնելով, որ շատ նման է Մազմանյանի մոտեցմանը։ Ճարտարապետական ամեն մի երկ բնական օրգանիզմի նման ունի իր կյանքը։ Խոյակն իր ծնվելու օրը աշխարհ է եկել երկունքով, ինչպես երեխայի թաթիկը, որը անբաժան է երեխայի ամբողջ մարմնից եւ ունենում է այն ձևն ու տեսքը, ինչպիսին պետք է ունենա բնական օրինաչափությանը համաձայն տվյալ մարմնի համար։ Այդպես էլ ծնվել է Տեկորի խոյակը 4-րդ դարում, երերույքինը 5-րդ դարում։ Մենք ապրում ենք 20-րդ դարում։ Ինչպես կարելի է կտրել Ներսես Լամբրոնեցու միրուքը եւ կպցնել Նաիրի Զորյանի դեմքին։ 1935 թվականին Մազմանյանը եւ Քոչարը ճարտարապետների խմբի հետ մեկնում են արտասահմանյան ուղևորության։ Ճանապարհորդության ընթացքում այցելում են Ստամբուլ, Աթենք, Փարիզ, Ռոմ եւ Իտալիայի մի շարք քաղաքներ։ Կարո Հալաբյանի գլխավորությամբ Ռոմում մասնակցում են ճարտարապետության միջազգային 13-րդ կոնգրեսին։ 1937 թվականին Ստալինյան բռնաճնշումների տակ հազարավոր մտավորականներ անհիմն մեղադրանքներով աքսորվում կամ մահապատժի են ենթարկվում։ Արդեն ճամփորդությունից հետո Մազմանյանը մեղադրվում է արտասահման կատարած ճամփորդության ընթացքում հայ ազգայնականների հետ գաղտնի հանդիպման եւ տրոցկիստականության մեջ։ Նա ձերբակալվեց 1937 թվականի սեպտեմբերին։ Տրոյկայի որոշմամբ Մազմանյանը մեղավոր ճանաչվեց եւ տեղափոխվեց Վոլոգդայի բանդ, այնուհետև Անդերբևեռային Նորիլսկ։ Սկզբից Երևանի բանտում են պահել, Ալազանի հուշերում կա, որ մի խցում են եղել, Ալազանը շատ բան հուշեր ունի, հետաքրքիր է, մի քանի անգամ հրատարակվել է։ Մի խցում են պահել բոլորին, ամեն մեկը իր ոլորտից դասախոսություններ է կարդացել, ճարտարապետություն, մեկը պոեզիա, մեկը, չգիտեմ, անգիր ասել է Տոլստոյի պատերազմ եւ խաղաղությունը ֆրանսերեն, մասերը ֆրանսերեն, չեմ, այնտեղ մանրամասը կա Արամ Ալազանի հուշերում։ Հա, հետո դե ուղարկել են բան, Վոլոգդա, հետո այնտեղից էլ Նորիլսկ։ 1930 թվականին Գևորգ Քոչարի եւ Միքայել Մազմանյանի ժամանման պահին Նորիլսկ քաղաքի կառուցման նախագիծը դեռ նոր էր դուրս գալիս իր նախնական ուսումնասիրման փուլից։ Մազմանյանը 1939 թվականի հուլիսից աշխատել է Նորիլսկի կոմբինատի նախագծի վրա, որպես բարձրակարգ ճարտարապետ եւ քաղաքի պլանավորման բրիգադի խմբի անդամ։ Նա Նորիլսկ քաղաքի պլանավորման համահեղինակն է, ինչը մեծ դժվարություններ է ներկայացնում, հաշվի առնելով բևեռային պայմաններում առկա հողերի բնույթն ու քամիները։ Մազմանյանն աշխատել է նաեւ Դուդինկա քաղաքի եւ բազմաթիվ արդյունաբերական համալիրների պլանավորման նախագծերի վրա։ Քաղաքները կան հիմա էլ կառուցվում են եւ դրանք ստրատեգիական նշանակություն ունեին այն ժամանակվա, քանի որ այնտեղ կան հումքեր եւ այլն շատ էսպես հարուստ տեղ է, նիկել, հա, հիմա էլ այդ ռոս նիկելն է հայտնի, որ այդ Նորիլսկում եւ դա տևում է ընդհանուր առմամբ 18 տարի։ 1946 թվականից սկսած ճարտարապետի մայրը, կինը եւ դուստրերը Յոսիֆ Ստալինին մեծաթիվ խնդրագրեր են գրել Մազմանյանի ազատման համար։ Իմ որդին, ճարտարապետ Միխայել Դավիդովիչ Մազմանյանը 1937 թվականի սեպտեմբերին ձերբակալվել եւ աքսորվել է Նորիլսկ քաղաք։ Նրա նախագծով է կառուցվում այդ քաղաքը։ Ես չգիտեմ ինչու է նա մեղադրվում, սակայն այս 10 տարվա ընթացքում ինձ թվում է, որ իր անձնուրաց աշխատանքով նա քավել է իր մեղքը։ Իմ որդին 11 տարեկան էր, երբ մահացավ նրա հայրը։ Ես մնացի մենակ 3 անչափահաս երեխաներիս հետ, կառուձև ու լվաց կանելով կերակրել եւ կրթության եմ տվել նրանց։ Այժմ ես 77 տարեկան եմ, ես գրեթե կույր եմ եւ ի վիճակի չեմ որևէ աշխատանք կատարել։ Ծերության տարիներիս ես զրկվել եմ իմ հենարանից։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք ծեր մոր աղաչանքին։ Ներեք իմ որդուն, թույլ տվեք գոնե որոշ ժամանակ տեսնել նրան։ Նա իր աշխատանքով կփաստի եւ կհիմնավորի իր անմեղությունը։ 1951 թվականին մահանում է Միքայել Մազմանյանի մայրը, 14 տարի սպասումով ապրելով եւ այդպես էլ չտեսնելով որդուն։ Աքսորում Մազմանյանը գրում էր ոչ միայն նամակներ, այլև բանաստեղծություններ եւ պատմվածքներ։ Դրանք արժեքավոր գրական վկայություններ են, որոնք արտահայտում են ծանր պայմաններում ստեղծագործ մարդու դիմակայելու կամքը, կարոտը եւ լավատեսությունը։ Դուրսը փչում է պուրգան, ես երգում եմ ջանգյուլում, բուք է ջուն է ուրագան, ես երգում եմ ջանգյուլում, բայց հեռացած օրերս ասում եմ նորից կգան ու երգում եմ ջանգյուլում։ Բնականաբար ոչ մի վատ հուշ չի, նույնիսկ գալուց հետո չի պատմե աղջիկներին, ոչ մի վատ այդպես սարսափելի բաներ։ Այս սարսափները չի պատմե։ Այս որոշ պատառիկներից այդ որ ավտոմատների տակ տանում էին բանդը, ձեռագրերից ինչ որ ման ես
գտնում եմ, բայց ինքը աշխատելա չպատմի այդ ամեն ինչը։ Բազմաթիվ նամակներ իրենց արդյունքը տվեցին միայն 1951 թվականին։ Մազմանյանի կինը եւ փոքր դուստրը կարճ ժամանակով կարողանում են այցելել նրան, 2 ամիս անցկացնում են միասին։ Արդեն 1953 թվականին Ստալինի մահից հետո վերանայվում են բոլոր գործերը, համաներում են շնորհում հազարավոր նախկին մեղադրյալների, այդ թվում Միքայել Մազմանյանին։ 1955 թվականին Միքայել Մազմանյանը վերադառնում է Երևան։ Վերականգնվում է որպես ճարտարապետների միության եւ վարչության անդամ։ Սկսում է ղեկավարել Գործկոմինկից ճարտարապետանախագծային արվեստանոցը։ Այն հետո միավորվում է Երևան նախագիծ ինստիտուտին։ Միքայել Մազմանյանը ղեկավարել է Երևանի գլխավոր հատակագիծը մշակող արվեստանոցը։ Նրա նախագծերը հիմնավորվում էին տեսությամբ։ Նա ունի հրատարակած մի շարք հոդվածներ Հայաստանի քաղաքաշինության վերաբերյալ։ Դրանցից մեկում նա գրում է. Քաղաքը կենդանի օրգանիզմ է, ծնված հասարակական, կլիմայական, աշխարհագրական ու տեխնիկական պայմաններում։ Բնակելի թաղամասը քաղաքի կենդանի հյուսվածքի մի բջիջն է, որը պետք է ունենա բնականաբար կենդանի օրգանիզմի իր ֆունկցիաները։ Կլիմայական ու տեղանքի տարբեր պայմաններում են գտնվում Հայաստանի քաղաքները՝ Երևանն ու Լենինականը, Կիրովականն ու Ղափանը։ Ուրեմն կրկնել ու կիրառել հատակագծային միևնույն հնարները բոլորի նկատմամբ կլինի սխալ։ Այս գործում պետք է հանդես բերել ստեղծագործական նուրբ չափ, հաշվի առնել վայրի առանձնահատկությունները։ Ժառանգությունը տեսական եւս շատ մեծ է, քանի որ նա ասեցի, արդեն սկզբում, որ ուներ իր տեսական սկզբունքները, որոնք որ կարողացավ արտահայտել ճարտարապետության մեջ, սա քիչ, այսպես ասած, հանդիպող երևույթ է։ Մազմանյանը մտածելով մայրաքաղաքի զարգացման քաղաքաշինական տեսակետների մասին, հանգել է արևածաղիկ Երևան գաղափարին, որտեղ փոքր կենտրոնից սկիզբ առնելով ծաղկաթերթիկների նման տարածվում են բնակելի հատվածները՝ Աջափնյակ, Նոր-Նորք, Դավթաշեն, հարավ-արևմտյան զանգված։ 1971 թվականին 71 տարեկան հասակում կյանքից հեռացավ 20-րդ դարի հայկական նորարարական ճարտարապետության հիմնադիրներից Միքայել Մազմանյանը։ Նա թողեց հսկայական տեսական եւ պրակտիկ ժառանգություն, ունեցավ մեծ ազդեցություն ճարտարապետական մտքի զարգացման վրա։ Իսկ ո՞րն էր ճարտարապետության մեջ իր հավատամքը։ Ինչ եմ փնտրում ճարտարապետության մեջ՝ կազմակերպել մարդու կենցաղը, կյանքը, առօրյան, ճարտարապետության ինձ հայտնի միջոցներով։ Լինի դա Երևանի կիզիչ արևի ճառագայթների տակ, թե հեռավոր հյուսիսի սառնամանիքների խավարամած ձնաբուքի գրկում։ Մարդը, ահա իմ մտերումների առարկան, մարդը, որը տանջվել է դարերով, տանջվել է մշտապես ու երազել է այսօրվա օրը ու անում է ամեն ինչ այդ օրվա համար, երջանիկ կյանքի համար։ Ազգայինը պետք է փնտրել շենքի ողջ կառուցվածքի ստրուկտուրայի մեջ, այլ ոչ թե միայն ճակատի զարդաքանդակների մեջ։ Վերջինս կտանի դեպի ձևամոլություն, որը ընդհանուր ոչինչ չի կարող ունենալ օրգանական ճարտարապետության հետ։ Ինձ պաճուճանքները երբևէ չեն հետաքրքրել ճարտարապետության մեջ, ես իմ ժամանակի ծնունդն եմ։